Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի աշտարակ խոշորացված համայնքը ունի Արուճ անունով բնակավայր։ Բարև ձեզ, մնացեք մեզ հետ, քանի որ այսօր մի շարք պատմական վայրեր ունենք միասին բացահայտելու։ Սիրելիներս, բնակավայրը Արուճ է վերանվանվել 1970 թվականին, բնակչության մի մասը տեղափոխվել է Բայազետի գյուղերից, պատրաստ եք միասին զգանք Արուճի շունչը, դե գնացինք առաջ։ Սիրելիներս, նոր ենք ասել Արուճի վարչական տարածք, առաջարկում եմ գնանք շփվենք բնակիչների հետ։ Տեսնես տունը մարդ կա։ Արի Աշոտ, գնացինք։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, եկել ենք տեսնենք, թե Արուճում ինչ կա չկա։ Արուճը իր պատմություններով ու տեսարժան վայրերով շատ հարուստ է, որից մեկն էլ իր հին պատմությունով մեր այգում է գտնվում, Գինու հնձան։ Համեցեք, գնանք ցույց կտամ։ Շատ լավ, գնանք տեսնենք։ Եկեք ծանոթանանք իրար հետ, ես Արևիկն եմ։ Ես Մխիթարն եմ, շատ հաճելի Արևիկ ջան ծանոթանալու համար։ Ներկայացնեմ մեր բացահայտումը։ Այո, մենք հրաշք վայր բացահայտեցինք հենց նոր։ Մեր գյուղում մի հատ մեծ նորից պատմություն ավելացավ գումարված մնացած պատմություններին։ Տարիներ առաջ հայրս երազ է տեսել, որ չգիտեմ, այս վայրի մասին միշտ երազներ էր տենում։ Ու ես էլ մտածեցի, որ կարելի է բացահայտել։ Ինչ է կատարում։ Հողը մաքրեցի։ Պարզվա, որ տարածքը Գինու հնձան է։ Ժամանակին վերևի տարածքում կողքի հարակից տարածքներում խաղող են աճացել, ստացել են գինի։ Գինու ստանալու ձևը այս կողքով փակվել է, խաղողը լցվել է ստե, տրորվել է։ Խաղողի հյութը լցվել է այս տաքարի մեջ, կոչվում է տաքար։ Մեր պապերը միշտ տաքար են ասել, չգիտեմ։ Ստե կուտակվելով այս կողքը կարասներ է դրված։ Մեկ էլ ունենք նաև տաքարներ այս վերևի հատվածում, սրանք ավելի մեծ տարբերակ են։ Սրա մեջ մինչև հիմա ջուրը պահպանվում է, չի գնում, ինքը դարերի հազարամյակների երևի պատմություն ունի, չգիտեմ։ Այն վերևի հատվածի մեկի մեջ նորից ջուրը պահպանվում է, մյուսի մեջ չի պահպանվում։ Ու ունի շարունակություն կողքի տարածքին, էլ ուղղակի որ բնության ներեսին բացվելով ինքը վնասում է, չեմ ուզեցել հողը մաքրեմ։ Երևի ժամանակը գա հնարավորություն կլինի վերևը ծածկ կանեմ, նոր կբացեմ։ Կուզեինք մեր պատմությունները միշտ արտաքին աշխարհ դուրս գալ, էլի։ Ոնց է չէ ստացվել, որ այս պատմական տարածքը հենց ձեր տան մոտ է գտնվում։ Պատմություններ մեր տան տարածքում շատ կան, մենակ մերը չի, հարևանների երևի նույնպես։ Գյուղը հազարամյակների պատմություն ունի, հեթանոսների ժամանակվանից գոյություն ունի։ Նույնիսկ մեր Արուճի տաճարը խոսքեր կան, որ ասում են հեթանոսական տաճարի հիմքերի վրա է կառուցվել։ Այս տարածքներում շատ հին տներ կան, որոնց մասին մենք այտենց շատ պատմություններ չգիտենք, բայց այս որից մեկն էլ տաքարներ մեր կոնկրետ մեր այգու տարածքում երևի մի 10 հատից ավել մենակ sense տաքարներ կա, էլի, որոնք թե պահեստի համար են նախատեսված էլ է, որ ժամանակին պահել են ցորենը, որ թշնամիները չգան տանեն, որ սովից չկոտորվեն, թե Գինու հնձանների համար են պատրաստել։ Հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր։ Աշոտ, Անահիտ տեսակի լոլիկի հանդեպ չկարողացա անտարբեր անցնեմ։ Հիմա տանեմ լվանամ, կտրտենք, ուտենք, լավ, ոչ մեկի չասես։ Դուք ապացուցեցիք, որ Արուճեցին հյուրասեր է, ում տուն էլ մտնենք, Հաստատ։ ժպիտով, հյուրասիրությամբ մեզ կընդունի։ Պարտադիր, մենք
Բոլորին էլ սպասում ենք, ինչքան լավ մարդիկ կան, նորեն համեցեք։ Ահա, հիմա քան դեռ չեն գնացել, ուզում եմ մի փոքր մեզ պատմեք, թե առուջում ինչ եք անում, ինչով եք զբաղվում, աշխատանք ունեք թե ոչ։ Առուջում դարբնի գործով եմ զբաղվում։ Հիմնական դռներ, դարպասներ, ռեշոտկա, եկել այդտեղ սիրողական արձաններ։ Ահա, ինչպես արծիվը, սիրամարգը, այո, ոսկի ձեռքեր ունեք։ շնորհակալ եմ։ Սիրելիներ, ուրեմն Արուջի վարչական ղեկավար պարոն Հովսեփյանի եւ աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար պարոն Շահվերդյանի շնորհիվ գյուղում 1 տարի առաջ կառուցվել է այս գեղեցիկ խաղահրապարակը։ Սրտանց բոլորիդ հայտնում եմ իմ շնորհակալությունը։ Հասանք Արուջի միջնակարգ դպրոց։ Դե եկեք տեսնենք, թե ինչ կա չկա այստեղ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, շատ լավ եմ։ Ես էլ եմ շատ լավ, որովհետև գտնվում եմ Արուջի միջնակարգ դպրոցում։ Ինձ ձեր դպրոցը մթնոլորտը շատ դուր եկավ։ Մենք էլ շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալելու համար։ Շատ հաճելի է իհարկե նման խոսքեր լսելը։ Ես ում հետ պատիվ ունեմ զրուցելու։ Ուրեմն ես դպրոցի նախկին տնօրենն եմ, որը ուսումնական հաստատությունը ղեկավարել է մոտ 3 տասնամյակ, իսկ հիմա աշխատում եմ դպրոցում նորից իմ սիրելի կոլեկտիվի հետ։ Ընկեր Գրիգորյան, դե խնդրում եմ ինձ ասացեք, թե որ թվականին է Արուջում դպրոցը հիմնադրվել։ Ուրեմն մինչև 70-ական թվականները դպրոց գործերը 8-նամյա դպրոց է գործել, հիմնական դպրոցը 70-ական թվականներին կառուցվել է այս շենքը, որտեղ եւ տեղափոխվել է դպրոցը որպես միջնակարգ դպրոց։ Իհարկե աշխատել են նվիրյալ մանկավարժներ, որոնք դեռևս շարունակում են եւ նոր եկողներն նվիրյալներ են։ Դրա վառ վկայությունը այն է, որ յուրաքանչյուր տարի մեր աշակերտներից մեծ մասը, օրինակ այս տարի մոտ 10 աշակերտներից 9 ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Իհարկե դրան նպաստում են նաեւ այն պայմանները, որը գոյություն ունեն մեր դպրոցում, ամեն կերպ աշխատել ենք կրթության համար ստեղծել բարենպաստ պայմաններ, լավ միջավայր, կահավորումը ապահովել ենք, լաբորատոր գույքը հիմա դպրոց է բերվել արդեն կառավարության կողմից նախատեսված։ Մենք վերանորոգել ենք, ունենք մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, որտեղ իրականացնում ենք շատ գեղեցիկ ուսանելի բազմաբովանդակ միջոցառումներ, քանի որ դպրոցը հանդիսանում է համայնքի հիմնական մշակութային կենտրոնը։ Այո, մշակույթի տուն չունեք, ամեն ինչ կենտրոնացված է դպրոցում։ Այո, դպրոցում այսօր սովորում է 168 աշակերտ եւ նախակրթարանն է գործում, որտեղ սովորում են 10 աշակերտներ։ Գյուղում մոտավորապես կա 1000 բնակիչ, ճիշտ է։ Մի քիչ ավել։ Մի քիչ ավել։ Ահա, եւ 168 աշակերտ ոչինչ։ Նորմալ է հիմա այս պայմաններում։ Բնակչության թիվը եթե հաշվում է սա։ Էլի լավ է, չենք բողոքում, Աստված տա մեր բնակավայրերում ընտանիքներ շատ լինեն ու երեխաները այնքան շատ լինեն, որ մեկ գյուղում 4-5 դպրոց բացվի։ Աստված տա, հուսանք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ ենք։ Շնորհակալություն։ Լավ, ամեն ինչ լավ է Արուջում։ Այո, շատ հետաքրքիր եւ ուրախ։ Շատ լավ։ Սիրելիներ, հիմա մենք գտնվում ենք 6-րդ դասարանում եւ աշակերտները ցանկանում են երգ նվիրել մեր ճկնաղ հայրենիքին։ Դե, լսում ենք ձեզ։ Ինչ է քո անունը։ Արթուր, Արթուր, դու ինչ երազանքներ ունես։ մեծանամ գրող դառնամ, Ահա, եւ նախատեսում ես ինչ ես գրելու։ ամեն ինչ։ Ամեն ինչ գրելու ես, հա։ Այո, Վայ ապրես, բայց հիմիկվանից պետքա սկսես, գիտես։ այո, Մանուկը ինչ երազանք ունի։ դառնում ավտոմեխանիկ։ Շատ լավ է։
Գառնիկ ջան, դու ինչ ես որոշել քո ապագայի հետ կապված։ Ուզում եմ բիզնեսմեն դառնամ, լիքը փողեր ունենամ ու մեր Հայաստանում լիքը դպրոցներ կառուցեմ։ Մաքս, դու ինչ երազանք ունես։ Ես։ Երազեմ, որ մեծանամ, սաղի համար երգեմ։ Լավ երգեր ես երգել։ Հա, շատ լավ։ Ուրախ թե տխուր։ Ուրախ։ Ապրես։ Արսեն, որ մեծանաս դերասան ես դառնալու։ Չէ, ես ուզում եմ դառնամ հայտնի ֆուտբոլիստ, զբաղվում եմ ֆուտբոլով, ուզում դառնալ իմ սիրած զբաղմունքը։ Ինչ պետք է արվի, որ ձեր կյանքը գյուղում ավելի հետաքրքիր անցնի։ Ես կուզեի, որ դեղատուն ու պարտեզ կառուցեին։ Ապրես դու։ Դու ինչ կավելացնես։ Այսինքն սիրուն տղա ես դու։ Ես կուզենայի, որ մեր դպրոցը ավելի մեծացնեին ու տարիները ավելի շատացնեին։ Հա, այսինքն մի րոպե 12-րդ դասարանը քիչ է, մինչև 15-րդ դասարան գնայիք։ 15 չէ, 13, 14։ Հա։ Ինչ կուզենայիր, որ առուճում լիներ։ Թեղատուն Ահա, եւ մանկապարտեզ։ այդ երկուսը։ Հենց այդ երկուսը լինի, Հա, կյանքը հոյակապ կանցնի։ ավելի լավ կլինի գյուղը։ Եկա 7-րդ դասարան։ Բարև ձեզ։ Նստեք, երեխաներ ջան։ Գրել էի ձեզի, որ դուք ջրոցի օրը գաք մեր հետ Վարդավառ խաղալ, Վարդավառի օրը չստացվեց մեր գալը, բայց սպասում էի։ ապրեք, բայց այսօր եկանք։ Լավ արեցինք, չէ։ Այո, եկել ենք որպեսզի բացահայտենք ձեր սիրուն բնակավայրը։ Երեխաներ, դպրոցում լավ է ամեն ինչ։ Այո։ Դասերը լավ են անցնում։ Այո։ Ձեր դասարանը միասնական դասարան է։ Այո։ Քանի հոգի եք այստեղ։ 23։ Սիրում եք իրար բոլորդ։ Այո։ Ուսուցչուհիներին լսում եք ինչ որ ասում են։ Այո։ Երեխեք, այսպեսի մի հարց, հեռախոսներ բերում եք ձեզ հետ դպրոց։ Ոմանք այո, ոմանք ոչ։ Բայց ճիշտը չբերելն է։ Գիտեք, չէ։ Այո։ Որ չշեղվեք ու լավ սովորեք։ Ես բերում եմ, բայց ընդհանրապես չեմ զբաղվում դասի ժամին։ Միայն եւ որ դասերը վերջանում են, տուն գնալու ժամանակ։ Զանգում եմ մայրիկիս, որ իմ անտանն թե ոչ։ Ապրեք, այսպես կարգապահ միշտ եղեք։ Քո անունը ինչ է։ Մուշեղ։ Մուշեղ, ընկերներդ ասում են, որ դու գյուղի բլոգերն ես։ Այո։ Ճիշտ են ասում։ Այո։ Օ, հետաքրքրեց։ Ինչ ես անում։ Գյուղի մասին եմ նկարում, ուրիշ սրբավայրերի, տարբեր տեղերի մասին նկարում եմ։ Նկարում ես, որ ամբողջ աշխարհը Աշխարհը իմանա առուտի մասին։ Արուճի մեր Հայաստանի մասին։ Ապրես դու։ Երեխեք, սիրում եք առուճը։ Այո։ Դուք ինչ եք անում առուճի համար։ Քո անունը ինչ է։ Հովանես։ Հովանես ջան, ասա տեսնեմ ինչ ես անում առուճի համար։ Ես ծառ եմ տնկում։ Բույսերն եմ ջրում։ Ահա։ Ինչ ասում։ Կով եմ պահում։ Ապրես։ Կովերին կերակրում ես։ Այո, Ահա, քանի կով ունեք։ 2։ Այսինքն առուճում մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, ահա։ Էլ ինչ եք անում առուճը զարգացնելու համար։ Ինչ եք անում։ Նապաստակներին են կերակրում։ Ապրեք։ Ինչ կարող ես ասել։ Ես կարող եմ ասել, որ մենք թեկուզ լավ սովորելով էր առուճի համար կարող ենք ինչ-որ բան անել, օրինակ եթե մենք լավ մեծանանք, լավ մարդիկ դառնանք, կարող են ասել, որ մենք հենց մեր բնակավայրը, մեր հողը, մեր ջուրը հենց առուճն է ու մենք առուճից ենք դարձել այդպիսի խելացի առուճի դպրոցի շնորհիվ։ Քո անունը ինչ է։ Նարե։ Նարե, դու այն աղջնակն ես, որ վարչապետին ուղեկցել ես։ Չէ, Սիրանուշն։ Սիրանուշը, դու ես վարչապետին գյուղը ցույց տվել։ Այո։ Օ, ինչ պատիվ։ Հուսամ այդ պատվին մենք էլ այսօր կարժանանանք։ Այո, անպայման ես բոլորին ցույց եմ տալիս տուրիստներին, ինչպես նաև ուրիշ եկրացիներին, վրացիներին, չինացիներին, տարբեր մարդկանց ցույց եմ տվել
Ճիշտ է չեմ կարող շատ լավ խոսեմ անգլերեն, բայց աշխատում եմ նաև իտալերենին սովորեմ։ Ну, շատ եմ զարգացել իտալերենից, անգլերենից լավ եմ զարգացրել։ Ապրես դու։ Մուշեղ, Արուճում, բացի հայերից, այլ ազգություններ եւս ապրում են։ Հայերից ապրում են նաև եզդիներ։ Իսկ խմբակներ կան այստեղ։ Այստեղ կան լիքը տարբեր խմբակներ, Այսինքն դպրոցի ներսում։ Ահա։ Գրականության, անգլերենի, ֆիզիկայի, քիմիա, առարկայական խմբակներ։ Իսկ ինչ որ երաժշտական խմբակ։ Երաժշտության կա դաշնամուրի եւ կանոնի։ Դհոլի։ Դհոլի այստեղ չկա։ Չկա։ Իսկ ինչ խմբակներ կուզենայիք որ լիներ։ Վոկալի։ Հետո կարատեի խմբակ։ Կարատեի խմբակ կա, այստեղ բարբիել խմբակ կա։ Շամարտի։ Հայկական պարեր կար մեր գյուղում, բայց կուզենայի հիփ-հոփը լիներ։ Որ լիներ կհաճախեիր։ Այո։ Օ։ Իսկ ֆուտբոլի դաշտ ունեք երեխաներ։ Այո։ 2 հատ։ Լավ վիճակում են գտնվում։ Մեկը այո, մեկը ոչ։ Այո, բայց Նորմալ է։ Ավելի լավ լիներ ֆուտբոլի դաշտը։ Բոլորդ այստեղ ֆուտբոլ խաղալ սիրում եք։ Այո։ Ձեր ամենասիրելի ֆուտբոլիստը Քրիստիանո Ռոնալդո։ Եկեք առիթից օգտվենք ու ողջունենք Ռուբենին։ Դուք ճանաչեցիք, չէ՞ Ռուբենին, որ Ռոնալդոյի մոտ կանգնած էր։ Ինչքան էր ուրախացել, երբ որ Ռոնալդոին տեսա։ Չէ՞։ Եկեք իրեն ողջունենք։ Ինքը մեր հաղորդումը կնայի, ուրախանա։ Այո։ Իսկ Արմինեին չեք ուզում ողջունել։ Ուզում եմ։ Այստեղ Արմինեին չեք ճանաչում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Մենք այժմ գտնվում ենք 11-րդ դասարանում, ճիշտ է։ Այո, այո։ Ձեր ազգանունը։ Վահանյան Էվելինա։ Ահա, ուրախ եմ շատ ծանոթության համար, ընկեր Վահանյան։ Ես եւս։ Դուք 11-րդ դասարանի դասղեկն եք։ Այո։ Ահա։ Դասարանի դասղեկն եմ։ Շատ հրաշալի երեխաներ ունեմ իդեպ։ Քանի աշակերտ ունեք։ 12 աշակերտ։ Այսպես ասեմ, շատ լավ երեխաներ են, կապ չունի, քիչ են, կարևորը որակապես շատ լավն են։ Այո։ Հիմա մենք գտնվում ենք քիմիայի կենսաբանության լաբորատորիայում, այո, լաբորատորիան, քանի որ ըստ նոր չափորոշիչների բոլոր դպրոցները պետք է հագեցած լինեին գերժամանակակից լաբորատորիաներով, անցյալ տարվանից գործընթացը սկսված է, դեռևս մենք շարունակում ենք այսպես լաբորատորիան հագեցնել նյութատեխնիկական բազայով, դեռ ամեն ինչ չունենք, բայց ինչ էլ որ ունենք, աշխատում ենք օգտագործենք երեխաներին ավելի գեղեցիկ ու ժամանակակից կերպով դասերը մատուցելու համար։ Հյուսվածքների շերտ, որպեսզի փորձենք մանրադիտակով նայել այդ հյուսվածքները կամ բուսական բջիջները։ Վաու։ Այս ինչ հետաքրքիր է։ Մոտավորապես այսպիսի պատկեր է երևում։ Ոնց որ թիթեռնիկ լինի։ Ինչ որ թիթեռներ են իրար կպած։ Իհարկե դրանք սոխի բջիջներն են, որոնք որ երևում են։ Ես տեղյակ եմ, որ բնակավայրում չունեք բնական գազ, այսինքն ինչ որ անում եք, հոսանքի միջոցով եք անում։ Հետաքրքիր է, ցուրտ եղանակին ինչպես եք դպրոց տաքացնում։ Ջերուսիսներով, այդքան չենք տականում շատ, բայց էլի կողենք, որ կա։ Բայց դասերը սովորական ռեժիմով ծմրանը շարունակում եք, չեն տուժում։ Չէ, ոնց որ ամառը տենց ծմերը։ Դպրոցի հետ կապված ինչ երազանքներ ունեք, ինչպիսի դպրոց կցանկանայիք ունենալ։ Ես կուզեի շատ, որ մեծ գրադարան ունենայինք, ընթերցասրահ ունենայինք։ Ճիշտ է, գրադարան ունենք, բայց ավելի մեծ։ Մարզադահլիճ ունեք։ Մարզադահլիճ ունենք, բայց լիովին վերանորոգված չի։ Ու հիմնականում ձմռանը դասերը հենց մարզադահլիճում են անցնում, իսկ աշնանը ավելի տաք եղանակին կամ գարնանը հիմնականում դրսում ֆուտբոլի դաշտում ֆուտբոլ են խաղում տղաները։ Այսպես մեր ֆիզկուլտուրայի դասերն են անցնում ու կուզեինք նաև ջեռուցման համակարգ տեղադրվեր մեր սպորտ դահլիճում, որտեղ էլի օդը բարենպաստ կլիներ դաս անելու համար ձմռանը։
Արևիկ ջան, շատ ուրախ ենք, որ եկել եք մեր գյուղ եւ սա շատ մեծ հնարավորություն է ներկայացնել մեր հերոսներին, որոնցից է Նորայր Համլետի Վարդանյանը, ով ծնվել է 1973 թվականին, նա Արցախյան առաջին պատերազմի հերոս է, զոհվել է 1992 թվականի հոկտեմբերի 27-ին եւ նրա անունով մենք հիմա ունենք նախնական զինվորական պատրաստության դասասենյակ։ Մեր հերոսներից է նաև Ռաֆիկը, ով 2020 թվականի պատերազմում մեկնել է որպես կամավոր եւ զոհվել է նոյեմբերի 4-ին։ Եվ հիմա մենք դպրոցում ունենք փառքի անկյուն, որպեսզի մեր երեխաները տեսնեն եւ ճանաչեն մեր հերոսներին։ Մենք հիմա գտնվում ենք Բերդում։ Սա կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը։ Իդեպ ասեմ, նա նաև եկեղեցիներ է կառուցել, տներ եւ այլն։ Այստեղ պեղումներ են կայացվել դալացների հետ, որոնք նաև ես եմ պեղում արել։ Սկզբի պեղումների ժամանակ հայտնաբերեցին թոնիներ, որոնք նման էին բուրգերի, այսինքն պարիսպների։ Եղել են պարիսպներ, որոնք նման են եղել բուրգերի եւ հենց այդպես է կոչել են բուրգ։ Բայց մի քանի պեղումների շնորհիվ հայտնաբերեցին սենյակներ եւ այլ ինչպես ասեցի սպասքի կահույքներ, ունեն քարից ափսե։ Այդտեղից մենք իմացանք, որ սա իրականում եղել է տարածք, որտեղ կանայք թոներների օգնությամբ թեխել են իրենց սնունդը, այսինքն լավաշ, գավիս կտորներ են գտել եւ տարբեր ոսկորներ։ Կարող են լինել մարդկանց ոսկորներ, կարող են լինել կենդանիների։ Ձեր գյուղը որ թվականներից է հիշատակվում։ 5-րդ դարից 405 թվականներին։ Դե ոնց ինչպես ասեցի, որ այստեղ կան եղել են տներ, ասեմ ամենիվներ, ստեղ ապրել է իմ երկու նախապապիկները, որոնք եղել են հարազատ եղբայրներ։ Բոլորի տների քարերը եղել են սովորական, իսկ իմ պապիկները եղել են մեծահարուստ եւ նրանց է եղել է թավշյա տուֆ քարից տունը։ Այստեղ եղել են տես թունելներ, գաղտնուղի, որտեղ մարդիկ, ինչու նաև պատերազմի ժամանակ կարողացել են այս բերդից գնան հասնեն այն մի գյուղի մյուս ծայրը։ Հիմա կա այդ գաղտնուղին։ Ցավոք սրտի ոչ։ Իսկ սա այն տարածքն է, որտեղ եղել են տներ, հիմա տները ավեր են, կիսահավեր են, ահա այն նախապապիկների տները, որոնք, ինչպես ասում են, կիսահավեր են այս պահին։ Մինչև հիմա կանգուն են մնացել, բայց։ Այո, իրանք իմ պապիկի պապիկներն են եղել, իմ պապիկը ուզում էր այս տները կառուցել նորից, բայց չստացվեց։ Սիրանուշ ջան, կասես գյուղը ինչու է կոչվել Արուճ։ Իրականում հայերն են որոշել այդ անունը, բայց հետո որ այստեղ ապրել են պարսիկներ, իդեպ ասեմ, որ պարսիկների կեսել ապրում էին քարավանատան մոտ, իրանք որոշեցին, որ այդ ազգությամբ չպետք է լինի Արուճ, եւ ոչ թե որ պետք է դնեն Թալիշ։ Եվ հետո արդեն եւ որ ռուս բացական պատերազմների ժամանակ այդ ամենավերջացավ, վերադրվեց մեր հին անունը Արուճ։ Մուշեղ, ինձ կասես Արուճը ինչով է առանձնահատուկ։ Մենք մեր Արուճը առանձնահատուկ է նրանով, որ մենք ապրում ենք Արագածոտնի մարզում ու ամեն առավոտ արթնանալիս տեսնում ենք մեր Արարատ լեռը։ Ամրոցի հարևանությամբ պեղումների ժամանակ նաև հայտնաբերվել է այս եկեղեցին, որը կոչվել է Սուրբ Զորավար։ Մուշեղ, իսկ դու գիտես, ով է մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորը։ Այո, գիտեմ, F-net-ը։ Այո, ես կցանկանամ լսել քեզնից, թե F-net-ը ինչ է առաջարկում իր սիրելի բաժանորդներին։ F-net-ը առաջարկում է ուժեղ ինտերնետ, շատ հեռուստաալիքներ, խելացի լուծումներ։ Եվ այստեղ մի հայտարարություն անեմ հատուկ մարզերի բնակիչների համար, եթե բաժանորդագրվեք եւ օգտվեք F-net Telecom ընկերության ծառայություններից, ապա կստանաք 30% զեղչ 1 տարվա համար։ Մանրամասների համար էլ զանգահարեք 89 88 հեռախոսահամարով։
Մեծ պատիվ է խոսել ինչպես գյուղի, այնպես էլ մեր եկեղեցիների մասին։ Սա Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը 19-րդ դարի կառույց է։ 1847 թվականից այն գործում է եւ վերջին քահանան հիշատակվում է Տեր Խաչատուրը, սակայն հետագայում այն վերածվել է պահեստի, ինչպես նաեւ ԽՍՀՄ-ի կողմից արժանացել է լավագույն եկեղեցի կոչմանը։ Վերանորոգման աշխատանքներին մասնակցել է թեմը, քահանաները, ինչպես նաեւ գյուղի ժողովուրդը եւ դպրոցի աշակերտները։ Վերանորոգման աշխատանքները տևել են մոտավորապես 3 տարի եւ 2023 թվականի սեպտեմբերի 8-ին եկեղեցին օծվել է եւ մինչեւ օրս էլ մատուցվում են պատարակներ գյուղի հոգևոր հովիվ Մանուկ քահանա Զելյանյանի կողմից։ Եկեղեցուն կից գործում է Կիրակնորիա դպրոց եւ երիտասարդաց միություն։ Երեխեք, ինչքան խոսենք Արուճի մասին, այդքան կխոսենք, ժամանակը չի հերիքում, ճիշտ է։ Այո։ Ահա, Մանյա ջան, էլ ինչ կպատմես մեզ։ Ուրեմն մեր գյուղում կան հերոսներ, ովքեր մասնակցել են դեռ շատ հին ժամանակներում եղած պատերազմների եւ մինչեւ օրս նրանք ապրում են մեր կողքին։ Մի պատմություն կպատմեմ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում Թաթուլ Կրպեյանը մինչ իր պատերազմ գնալը մի փոքրիկ միջոցառում էր կազմակերպել, որից հետո նա ասաց, որ նոյեմբեր ամսի երկրորդ կիրակին հռչակվում է որպես զինվորի մատաղի օր եւ ամեն տարի նոյեմբերի երկրորդ կիրակին հենց այդպես էլ նշվում է ու այն տները, ովքեր ունեն զինվորներ, մատաղ են անում ու մատուցում են գյուղի ժողովրդին։ Գոհար ջան, կասես գյուղում ինչ ավանդույթներ կան, որ հավաքվում եք ու սիրով նշում եք։ Մենք էլ այդ ավանդույթների մասին իմանանք, որ մի օր էլի այսպես հանկարծակի այցելենք ձեզ։ Ամեն տարի մեր գյուղում տեղի է ունենում գինու փառատոն, որտեղ ներկայանում են տարբեր գյուղերից, կողքի կամ այլ մարզի գյուղերից գալիս են մարդիկ, ներկայացուցիչներ, ցույց են տալիս իրենց գյուղի ուտեստները, մշակույթը, պատմությունը, ամեն մեկը ունենում է իր տաղավարը ու Արուճը եւս ունենում է իր տաղավարը, այդպես շատ հետաքրքիր միջոցառում է լինում, որ ամեն տարի տեղի է ունենում, սիրով ձեզ էլ հրավիրում ենք։ Երբ է տեղի ունենալու այս տարի, օրը որոշել եք։ Դեռ ոչ։ Բայց նոյեմբեր ամսվա մեջ է լինելու։ Ձմեռն է լինում։ Ձմեռը։ Լավ, հենց լինի մեզ տեղյակ կպահեք։ Մեր եկեղեցին գալիս են սիրուն զարդարում են, լուսավորություն, երգչախումբ է գալիս, շատ հետաքրքիր է։ Ինչ պետք է անել, որպեսզի երիտասարդների համար բնակավայրում ապրելը ավելի հաճելի լինի։ Ես կուզեի, որ ժամանցի վայրեր լինեին, տարբեր, ցանկացած ոլորտի, որովհետև ճիշտ է, մարդիկ մտածում են, որ գյուղա տենց բաները կամ հետամնաց են, մարդիկ չի կարելի կամ չգիտեմ ինչ, բայց իրականում երիտասարդները հիմնականում ձգտում են ժամանակակիցին։ Ու դրա համար ավելի լավ է, որ ժամանակակից ինչ-որ բաներ լինի, հետաքրքրող բաներ լինի, որ գյուղի երիտասարդները չձգտեն դրսին։ Այո։ Հիմա դուք ձեր ժամանցը որտեղ եք անցկացնում։ Օրինակ ընկերներով ուզում եք հավաքվեք, ուր եք գնում։ Գնում ենք ինչ-որ մեկի տուն։ Նարե ջան, ո՞նց ես։ Լավ եմ, դուք ո՞նց եք։ Լավ, ինչ կա չկա։ Սովորական ձեզ մոտ։ Նորմալ էլի։ Արուճն ենք ուսումնասիրում։ Շատ լավ է, հուսով եմ ծանոթացաք Արուճին։ Ահա, որոշ չափով։ Դու ինչ կավելացնես։ Ես կավելացնեմ, որ վերջի տարիներին սկսել են Արուճում շինարարական գործընթացը։ Օրինակ, անցած տարի աշնանը կառուցել ենք մայթերը, բոլորի օգնությամբ, իրականում մեզ համար շատ հաճելի է, մանավանդ փոքր երեխաների, երբ դասից գնում են տուն, մայթով հանգիստ կարող են քայլել։ Մեզ համար մեծ նշանակություն ունի, թեկուզ մի փոքր քայլը մեր գյուղի համար։ Նաև տեսնում եմ, որ ճանապարհները ասֆալտապատված վիճակում են գտնվում։ Այո, մի քանի տարի առաջ են սկսել ասֆալտապատումը, մինչև հիմա էլ ասֆալտապատում են, տարբեր բաներ են ստեղծում, որ մեր կյանքը ավելի հեշտանա Արուճում։ Դրա համար մենք շնորհակալություն ենք հայտնում մեր գյուղապետին եւ Աշտարակ քաղաքի քաղաքապետին։ Այո։ Այնպես որ գործն է անմա, լավ իմացեք, ինչքան կարող եք Արուճի համար գործեր արեք, որովհետև մարդիկ գնահատում են ձեզ ու ձեր կատարած աշխատանքները։
Նաև ուզում եմ ավելացնել, որ մեր բոլոր փողոցները լուսավորված են եւ մենք կարողանում ենք երեկոյան զբոսնել, խաղալ։ Իրականում դա մեզ համար շատ մեծ առավելություն է։ Բակային խաղերով զբաղվում եք։ Այո, մենք ունենք ամեն մեկը իր տարածքում, որտեղ ապրում է, ունի տարբեր ընկերներ, օրինակ ես էլ ունեմ տարբեր ընկերներ, մենք ամեն երեկոյան դասերից հետո միասին գնդակով կամ ինչ-որ այլ խաղեր ենք խաղում։ Մեզ համար շատ հարմար է բակային լուսավորությունը։ Իսկ ձմռանը ինչ եք անում։ Ձմռանը ավելի շատ տանն ենք խաղում տարբեր խաղեր, սեղանի խաղեր։ Գիրք կարդում ես։ Հա, սիրում եմ գիրք կարդալ։ Գրականություն այդքան էլ չէ, ավելի շատ միստիկ։ Որն է քո կարդացած վերջին գիրքը։ Իմ կարդացած վերջի գիրքը դա Աստղերն են մեղավոր։ Իրականում շատ լավ գիրք է, բոլորին է խորհուրդ եմ տալի։ Ես էլ կկարդամ։ Հիմա մենք գտնվում ենք Արուջի Սուրբ Գրիգոր եկեղեցում։ Եկեղեցին 7-րդ դարի կառույց է, կառուցվել է Գրիգոր իշխանի կողմից։ Եկեղեցու գմբեթը փլուզվել է, ինչպես նաև առաջացել են բազմաթիվ ճաքեր, որոնք վնաս են հասցրել եկեղեցուն։ Գմբեթը փլուզվել է հենց այն երկրաշարժից, որից որ փլուզվել է Զվարթնոցի տաճարը։ Եկեղեցին շատ նման է Անի մայր տաճարին եւ իր կառուցվածքով եզակիներից է Հայաստանում։ Եվ այստեղ մատուցվում են անգամ պատարակներ։ Նարեկ ջան, դու ինչ կավելացնես։ Ես կավելացնեմ, որ քարերից կարող ենք ասել, որ այն շատ դժվարությամբ է կառուցվել, դե հաշվի առնելով, որ հիմա 21-րդ դարն է, իսկ կառուցվել է 7-րդ դարում, մենք ասենք, որ այդ ժամանակ ես նաև լսել եմ, իսկապես չգիտեմ դա ճիշտ է թե չէ, որ այն ժամանակ այդպիսի կառուցելու հարմարանքներ չի եղել եւ մարդիկ կառուցել են ձվի դեղնուցից, ձվի օգնությամբ, որպեսզի քարերը իրար հետ ավելի պինդ լինեն եւ ավելի գեղեցիկ ստացվի, նաեւ տարբեր մկրտության ծեսեր են այստեղ կատարվում։ Ժողովուրդ, ես այնքան ուրախ եմ, որ մեր հայրենիքում այսպիսի գանձեր ունենք, այսպիսի հարստություն ունենք։ Սա Քրիստոսի համբարձման պատկերն է, որը տարիների ընթացքում իր ներկանյութի ազդեցությունը կորցրել է ու սկսել է քիչ մաքրվել ու հիմա շատ չնչին հատվածն է երևում։ Եկեղեցու պատերին կարող ենք տեսնել նաև արձանագրություններ, որոնք նշված են հիմնականում տառերի կերպով, քանի որ այն ժամանակ մինչև թվերի ի հայտ գալը հիմնականում տառերը հանդիսանում էին որպես թվեր ու գրությունների մեծ մասը հիմա տառերով է նշված եկեղեցիների պատերին։ Ուրեմն մեծ նշանակություն են ունեցել մարդկանց համար, որ դրանք տաջել են պատին։ Երբևիցե եկեղեցին վերանորոգել են։ Շատ վաղ ժամանակում պատուհաններ չի եղել, հետագայում են տեղադրել պատուհանները։ Ուզում ենք հիմա գմբեթը որպեսզի կառուցվի, ասում են, որ մի ժամանակ ասում էին, որ կլինի պլաստիկ է, բայց հետո մտածեցին, որ այդ տարբերակը շատ երկար չի կարող ծառայել, իսկ նորը կառուցելու դեպքում հնարավոր է, որ այնքան ծանր լինի, որ եկեղեցին վնասվի, դրա համար դեռ մտածում են, թե ինչ քայլով կարող են գմբեթը վերականգնել։ Արուջի Սուրբ Գրիգորը տուրիստների ամենասիրելի վայրերից է, ունեցել ենք բազմաթիվ օտարերկրացի տուրիստներ, թե Ճապոնիայից, թե Կորեայից, թե Անգլիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, մի խոսքով աշխարհի շատ տարբեր երկրներից եկել են, դիտել են, նկարահանել են ու շատերն անգամ հենց այդ օտարերկրացիների շնորհիվ են իմացել, որ Արուջում նման հրաշք գոյություն ունի։ Շնորհակալ եմ ձեզնից շատ, որ ձեր գյուղի պատմությունը այսքան լավ գիտեք։ Մենք շնորհակալ ենք, որ այցելեցիք մեր գյուղ։ Սուրբ Գրիգոր եկեղեցու հարևանությամբ կա նաև մի պալատ, որտեղ եղել են շատ փոսեր եւ այն կառուցվել է 5-րդ դարում։ Իրականում փոսերը եղել են ինչ որ պահեստի համար, օրինակ այդտեղ պահել են գինիներ, ցորեններ, հետո ավանդույթների ժամանակ այն հանել են եւ օգտագործել են։ Նաև այս պալատներում ապրել են վաղ տին թագավորներ եւ այդպես ժառանգ։ Ինչպես նաև այստեղ մոտակայքում կա պարիսպ,
որը կոչվում է Մեծ Պարես, հենց այդ նույնից նաև կա փոքրը, էլի եկեղեցու մոտ եկեղեցու տարածքում։ Իդեպ ասեմ, որ հին ժամանակներում ամեն ինչ եղել է քարից, օրինակ այստեղ եթե մենք մի քիչ էլ քայլենք, կտեսնենք, որ այստեղ կա քարից դուռ։ Այսինքն հիմա մարդիկ ինչքան են ուժ գործադրել, որպեսզի այդ քարից դուռը բացեն եւ փակեն։ Եվ բնականաբար աստիճաններ ու մի հատ էլ այդ պալատի մեջ մեծ փոս, որի մեջ էլի պահել են։ Ու հետո էլ տնից բացի պահոցից նաեւ պատերազմի ժամանակ եւ հենց թշնամին գար, իրանք այդտեղ պահկվեին։ Եվ անգամ թշնամին գլխի էլ չեն ընկել, հետո էլ այնտեղ կարծակ, որտես կային հեշտությամբ դուրս գային ու փախնեին։ Հաղորդաշարի հովանավորն է Էմիլի Ֆարմ դեղատնների ցանցը։ Սիրելի հայրենակիցներ, Արուջ մտնող ճանապարհի սկզբնամասում այցելուներին դիմավորում է քարավանատունը, որը կառուցվել է 13-րդ դարում։ Այն ժամանակին գտնվել է մայրաքաղաք Անին եւ Դվինը իրար կապող ճանապարհի վրա։ Ասում են, որ դա Մետաքսի ճանապարհի մի հատվածն է։ Այստեղ ժամանակին հանգրվանել են առևտրականները։ Իսկ լայն բացվածքով մուտքը հնարավորություն է տվել, որ բեռնավորված կենդանիները եւս կարողանան ներս մտնել։ Սիրելիներ, այս 4 տարիների ընթացքում աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար պարոն Թովմաս Շահվերդյանը իր ձեռքերի մեջ է առել Արուջ բնակավայրը եւ կատարվել է այստեղ մի շարք շինարարական աշխատանքներ։ Օրինակ, ասֆալտապատվել է 3 փողոց իր մայթերով հանդերձ։ Տնկել են ծառեր, սոսենիներ, ակացիաներ եւ վարչական ղեկավարը նշում է, որ այսպիսի աշխատանքները դեռևս շարունակական բնույթ են կրելու։ Հիմա որ մեր հաղորդումը նայեք, կասեք Արևիկ ջան, բա Արուջի վարչական ղեկավարը ինչու ձեզ հետ չէ։ Պատասխանեմ, վարչական ղեկավար պարոն Հովսեփյանը այժմ զբաղված է մանկապարտեզի հարցերով։ Այո, ի ուրախություն ձեզ, սիրելի արուջեցիներ, 2026 թվականից կառուցելու են լիովին նոր մանկապարտեզ, հագեցած ամեն ինչով։ Սիրելիներ, ուզում եմ տեղեկացնել, որ երկար տարիներ շարունակ Արուջում խմելու ջուրը մեծ խնդիր է եղել։ Մարդկանց երազանքն է եղել, որ տներում միշտ ջուր ունենան, նրանք ստիպված գնում էին ձորի աղբյուրից էին ջուր տանում տուն։ Հիմա խնդիրը լուծված է ի շնորհիվ Արուջի վարչական ղեկավարի եւ աշտարակ խոշորացված համայնքի աշխատակազմի։ Ինչպես աշտարակ համայնքի բոլոր բնակավայրերում, այնպես էլ Արուջում կառուցել են հանգստի քար իր ծածկով։ Կան փողոցներ, որոնք դեռ լուսավորված չեն։ Դե գյուղ է, ամեն ինչով միանգամից չի լինում։ Մոսկվան հո միանգամից չի կառուցվել։ Կամաց ամեն ինչի էլ կհասնենք։ Սիրելիներ, ունենք 2 փողոց Արուջում, որոնք այժմ լուսավորվում են։ Դե տարոսը մնացած փողոցներին։ Ողջույն։ Ողջույն։ Ոնց ես։ Լավ եմ, դուք ոնց եք։ Լավ եմ, շատ սիրուն տղա ես դու։ Մերսի։ Դե հիմա ինձ պատմի քո առօրյան ոնց անցնում, ինչով ես զբաղվում։ Դե շատ լավ եմ նկարում, բայց ես վերջերս սկսել եմ ինտերիեր դիզայնով զբաղվել, իմ սիրած գործն է ու առաջ կեթամ այդ աշխատանքով։ Ոնց ես զբաղվում ինտերիեր դիզայնով։ Դե տան կահավորում, Ձեր տունը քանդում ես, նորից կահավորում ես, քանդում կահավորում։ Չէ, այտենց հեռախոսով ծրագիր է, քաշում եմ, զբաղվում եմ։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Ես ում տուն եմ եկել։ Աշոտես տուն, իմ պապական տուն, հա։ Դուք արուջեցի եք։ Այո, արուջեցի եմ, ծնվել եմ, մեծացել եմ ստեղ, բայց հիմա Երևանում եմ ապրում։ Հիմա հետ եմ եկել նորից իմ հայրական պապենական օջախ մեր գյուղը։ Մշտական բնակության։ Չէ, ասեի մշտական, բայց շատ ժամանակ ստեղ կլինեմ։ Այսինքն տունը վերակառուցում եք։ Այո, վերակառուցում եմ։ Համ ես ապրեմ, համ երեխեք ապրեն։ Շենացնում եմ մի խոսքով։ Այո, լավ գյուղ ունենք, շատ լավ գյուղ ունենք, պատմական մեծ պատմություններ ունի։ Լավ համայնքապետ ունենք։
որը նվիրված է ջայլ, լավ հավեսով տղա է, որը նվիրված է գյուղին, գյուղացիների հոգսերով ապրող։ Դեկիկ խմենք մեր սիրելի արուճեցիների կենացը։ Խմեցինք։ Բոլորը առողջ լինեն։ Դուք էլ ապրեք, որ լավ բաների համար գալիս եք, մենք լավանում ենք։ Այո, վարչական ղեկավարը ասաց, գյուղում մոտ ժամանակներս նաև բնական գազ կլինի, ինչը բացակայում է։ Կլինի, իհարկե կլինի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Ոչինչ, օրվա հետ։ Ձեր անունը կասեք ինձ։ Արսենյան Սիլվա։ Տիկին Սիլվա, կյանքը արուջում ո՞նց է անցնում։ Նորմալ, ոչ շատ վատ, ոչ շատ լավ, մարդիկ իրանց աշխատանքով, իրանց հոգսերով ապրում են։ Կարևորը խաղաղությունը լի, երիտասարդները առողջ լինեն, անփորձանք ծառայեն վերադառնան, աշխատանք լինի, աշխատեն, ամեն ինչ լավ կլինի, ազիզ ջան։ Աշխատատեղեր կան գյուղում։ Գյուղում քիչ տեղեր կան, ասենք դպրոցում, գյուղապետարանում, տենց, բայց հիմնական տղամարդիկ շինարարություն Երևանում են, մի քանի կանայք էլի գործարան կա, պահածոների տեղ են գնում, տենց էլի։ Լավ է գյուղում ապրելը։ Ոչինչ, չի չէ, հարմարվել ենք։ Օրինակ դուք որտեղից եք հարս եկել առուջ։ Ես առուջում եմ ծնվել, առուջում եմ մեծացել, ստեղ էլ հարս։ Վաու։ Հա, բա ոնց է։ Ձեր հարսիկն էլ է, չի Հա, առուջից։ ինքն երկուսն էլ առուջից են։ Դե համար բոլորը այստեղ իրար բարեկամ են։ Համարյա, ես գյուղում շատ կան էլի, տենց որ ազգությամբ մեծ են։ Հա։ Տիկին Սիլվա, իսկ ղեկավարությունը գյուղին Հա, ուշադրություն գյուղի մեր դարձնում է։ վարչական ղեկավարը երիտասարդ երևի 3-4 տարի է, որ աշխատում է, ոչինչ, ասֆալտապատում, լուսավորություն, ապահովել է գյուղին։ Շուտով խոստացել են մանկապարտեզ կառուցեն, որ ամենակարևորն է։ Մեր գյուղի երեխաները գնում են կողքի գյուղը։ Կողքի գյուղը որն է։ Նոր Ամանուս։ Չնայած այնտեղ մեքենա են տրամադրել, ամեն օր տանում բերում են երեխաներին, բայց ահագին գնում են, որ ասենք գյուղը ունենա, վատ չի լինի, էլի։ Մեր երեխաները մեր գյուղում կգնան, աշխատատեղ կբացվի, կաշխատեն մի քանի հոգի։ Ինձ համար անասելի մեծ պատիվ էր այսօր լինել Արագածոտնի մարզի աշտարակ խոշորացված համայնքի Արուջ բնակավայրում։ Ես հիացած եմ թե գյուղի պատմամշակութային արժեքներով, թե բնակչությամբ։ Ի սրտե ցանկանում եմ, որ մենք մեր ունեցածը պահպանենք ու գնահատող լինենք։ Ուզում եմ Արուջ բնակավայրը մեծ ճանաչում ունենա։ Մեր հայրենակիցները այցել են այստեղ, որպեսզի տեսնեն թե եկեղեցիները, թե շփվեն բնակիչների հետ։ Իհարկե խորին շնորհակալություն եմ հայտնում աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար պարոն Թոմաս Շավերդյանից, ում շնորհիվ այս բնակավայրը գեղեցիկ տեսք է ստացել։ Ես ուզում եմ, որ Արուջին ավելի մեծ ուշադրություն դարձնեք, որովհետև որպես туриզմի կենտրոն այն ավելի կարող է առաջ գնալ։ Սիրելիներ, հատուկ շնորհակալություն Fnet Telecom ընկերությանը, որը միշտ մեզ հետ է։ Շնորհակալություն Emily Farm դեղատների ցանցին, դե նորից կհանդիպենք Արարատի եթերում։ Ես ձեզ շատ սիրում եմ։ Սրտիկներ Արուջից։